Այսքան հավաքված վարորդները, եսի վերաբերում են վարորդներին, ովքեր չեն եք էստեղ։ Ոչ մեկս անհատներով պարտավոր չենք իրանց բարեկեցության համար մեր ժամանակը կտրեն գանք։ Բոլոր նրանք, ովքեր միացած չեն, ով 1000 դրամի համար այսօր հելելայի քշի, ամոթա հելե կարեք այս ազգը մի հոգով պարտավոր չի 3 միլիոնի հարց լուծի, 10 հոգով 1000 հոգու թուրքի դեմ կռվի, 50%-ը այս վարորդների ով էլ որ չկա, սա պատերազմացած կիսատ մարդ են, հերու կայնած են շատերը ամոթից պրոստը չեն գալի, որ Yandex-ը չփակի կամ ուղղակի չեն կարում խոսան, որովհետև մարդ եղեք, իշխանությունը պետք է ականջին օղանի, 120,000, 50,000 հելնենք, սաղ կոլապ կսարկենք, թոխելքները գլուխները հավատեն, ներկան, անցյալ, ով ուզում ա լինի, տգետ անգրագետներին հավաքել են իրար գլուխ, բան են սարքես աղից գլխին, պրոբլեմ, դո ես իրեք պրոբլեմ, անդեղ լիքը պրոբլեմներ կա կուրջան, երկրորդ գից, անենց ատվում, որ ես իշխանությունում կամ այս օրենքները հանողները ոչ մեր ունեն, ոչ հեր ունեն, ոչ ինվալիդ տունը մարդ ունեն, երկրորդ գից կայնած միջև այդ պապին տատին գալի նստում ավտոն 5000 շտրաֆ ես բռնում, միջա քշես թողես հետաս այդ մարդկան։ Ոնց կարող լինի։ Մի քիչ պետք է մարդկային մոտիկանա կայախվել այս հարցերին։ Եսի երեք մուքից բաղկացած, դու այդ պրացենտել իրանց վզին մնա, դու ամեն իշտել, դու նորմալ խոսքի գրանցված աշխատող լնենք աղբեր մարդավայել մենք է կարնանք մի բան անենք, 16 ժամ աշխատում ենք, ըստ սեզոնի ամիս 250-400,000 պետությանը փող ենք տալի, այս ժեբիցս տանում են, ինձ հետաքրքիրով ա տանում, թող պետությունը թող Yandex-ի 16%-ի մեջ մտնի, խիա իմ ջեբս մտնում։ Այդ պատերազմը գալիս է, այս տղեկին են կացում, հետևներից տալի ասում են, գնացեք մեր աղջիկներ, մեր այո, բողոքում եմ, որովհետև թալանում են երկիրը, կողոպտում են, իրանք իրանց միլիոններով հավելավճարներ Ստորագրեն մոտեցեք դեպի տեսախցիկ։ Պարոն Փաշինյանը, որը գալիս է, կամերան, չենասի, եկավ կամերաները փակում էր, ասում էր, Սերդեշտի պրիվետ ան զիմզիմովա, բա ուր ես, կամերաները առավոտի ծիրիկուն ավելանում ա, առավոտի ծիրիկուն։ Ես ստորագրել եմ Այ ես ասեմ, առը իրաց բախտից է զենք ստանան ընձնից։ Դիշտի ինձրից իմը տանիքի։ դրել են ժողովրդին թալանում են, բարից բուն իմաստով, կողոպտում են, ինչի չեն հետևում այս գեր շահույթի մոմենտով, այդ ոնց է, ասում են պիտի բան տաս, գույքա հարկ տաս, այս տաս, են տաս, եկամտա հարկ տաս, են տաս, Ես ինչ է քաղաքի վիճակը, մեռանք ավտո ջարդելով, ով այդ դրա տերը, ով է դրա տերը, եթե ես օրական 10,000 փող եմ արվում, 20,000 ավտոյի ծախսեմ անում, որտև անիվա տրաքում, անվա հեծա տրաքում, էսա, ենա, փչանումա, ճաշված ես ամեն ինչը, հերի չի կողոպտեն թալանեն, միլիոններով այդ անուն ինչ է, հավելավճարներ ստացան, իբրևտեր լավ են աշխատել, նստած տեղը շալվար են մաշել, ժողովրդի հերն են անիցել, մերան ժողովրդի արունը ծծելով, նախորդները մերան, 8 տարի է նախորդ, չես, ես կան բան, Ես ստորագրեմ ձուզ գամ, ես ես մի ժամանակ Թողակաշներին ով անը, մյուս հավաքը, որ հանկարծ կատարվեց, մենք պահանջելու ենք օնլայն հարթակում իշքան այդ տիրույթում մարդ կա, բոլորի ներկայացուցիչները ներկա լինեն այս ձևի հավաքին, որպեսզի պատասխանեն մեր տված հարցերին։ Էսի հասկանալ էր, ու թող իրանք էլ մտածեն, թե այդ հարթակում ինչերա կատարվելու, ինչ ձևի մախենացիաներ կա, որը որ պետք է վերացվի։ Ստեղ ոչ մեկը իրանց ուղեղներով անգրագետ չեն, այս մարդկանց մեջ ֆիզիկոս էլ կա, մաթեմատիկոս էլ կա, հանրահաշիվ իմացող էլ կա, գրագետ են բոլորն էլ համարյա։ Անես չի, որ մեզ դնում են դեբիլի տեղ, մենք էլ ինձ հա էլի,
իրանց ասածն է։ 3 տարի է այս մարդը պայքարում է։ Առաջացել խոսա։ 3 տարի է պայքարում է։ Խնդրում ենք էլի մի րոպե ժողովուրդ, ով մոտենում է խոսելու, նայեք տեսախցիկներին հնարավորինս առաջ եկեք։ Եկեք տեսախցիկների կողմ մի կանգնեք էլի։ Նոր գույքահարգից էր հարց գնացել, այս քաղաքի վիճակը որ նայում եմ, մոտ մեր մուծած գույքահարգի 20% գործ են արել։ Ես պահանջում եմ ու ինձ թվում է բոլոր վարորդները ինձ կմիանան, որ մեր գույքահարգը 80%-ը կրճատեն, իջացնեն գինը։ Ոչ թե բարձրացնելու փոխարեն իջացնեն գինը։ Պատճառը այն է, որ 20% են մեր մուծած գումարի 20% են աշխատել։ Բայց 80%-ն ինչ են արել։ Ուր են այդ փողերը։ Ես հարց եմ տալի բոլոր այն կառույցներին, ով որ այդ հարցով զբաղվում է։ Այս ճանապարհների հարցով։ Գույքահարգը մենք մուծում ենք ճանապարհների համար, բայց ճանապարհը այսօր Երևան քաղաքում երբևիցե այդպես վատ վիճակում չի եղել 30 տարվա մեջ։ Երբևիցե այդպես վատ վիճակում չեմ եղել։ Առաջել էր շատ վատ վիճակ, հիմա ավելի վատ է վիճակը։